Սիրելիներս, ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսահալիկ, եթե ինձ առաջին անգամ եք տեսնում, ես Նադյան եմ, ուրախ եմ ողջունելու ձեզ իմ ալիքում, հուսամ կբաժանորդագրվեք եւ այսուհետ կդառնաք իմ ալիքի ամենաակտիվ հետևորդներից։ Ուզում եմ ձեզ ասել, որ այսօր սկսում ենք մեր նախատոնական վլոգը, դեկտեմբերի 29-ն Մեզ մոտ արդեն բուրըն պատրաստական աշխատանքներ են գնում, ինչպես եւ ձեզնից շատ-շատերի տներում կարծում եմ, մենք ամանորը տանն ենք դիմավորելու, հետեւաբար պետք է պատրաստվել։ Այսօր առավոտից գնումներ եմ կատարել, մի աշխարհ լվացք եմ անում, տներն եմ մաքրում, ինձ համար նոր ափսեներ եմ վերցրել։ Ուզում եմ այս տարի նոր ինչ-որ բան դնել սեղանին։ Հիմա հերթով կհանեմ, կլվանամ, Այստեղ լվացած ամաններ ունեմ, որոնք պետք է դասավորեմ ու մի շատ կարևոր բան եմ արել։ Եկեք գնանք ձեզ երեխաների սենյակում ասեմ։ Գիտեք ինչ եմ արել։ Պահել եմ երեխաների ամբողջ խաղալիքները ու շատ լավ որոշում էր դա։ Քանի որ իրենք այսպես թե այնպես ստանալու են լիքը խաղալիքներ այդ օրերին, կարծում եմ ավելորդ կլիներ իրենց հին խաղալիքները սենյակում թողնելը։ Ասա Արնո, այստեղ ինչ ենք լցրել։ Ռավաս ծուխ։ Էլ ինչ։ Եվ մետածե բուասև։ Մտածի ու ասա։ Մեղր։ Ճիշտ է, եւ մեղր։ Հիմա պետք է ավելացնենք ալյուր եւ սոդա։ Էս ալյուրը թե։ Այո, ալյուրը պետք է ավելացնենք եւ սոդա։ Հա։ Արնո պատրաստում է մեղրով տորտ։ Ու սոսեմ, որ այս ընթացքում իմ գրկինը։ Եկեք ցույց տամ խմորեղենների համար ինչ կողրիկ եմ օգտագործում, այսպիսի սիլիկոն է, շատ հարմար է եւ սեղանածածկը չեմ կեղտոտում եւ այստեղ նշագծումներ կան, որոնք թույլ են տալիս լիստերը հավասար բացվել կետագծերով, ինչպես տեսնում եք, քառակուսի լիստերի համար ու այսպես շրջանաձև, անգամ տրված է թե որը քանի սանտիմետր տրամագծով շրջանաձև լիստեր կարելի է բացել։ Արնո, դու սիրում ես ամանորը նոր տարին։ Հա։ Սիրում ես, լավ տոն է։ Հա։ Իսկ ինչ է լինում նոր տարվա ընթացքում։ Դեպը ծուրա գալիս։ Ձյուն է գալիս։ Հետո Դեպը պապիդա գալիս ծուրի հետորը։ ձմեռ պապիկը նվերներ է բերում։ Հա։ Իսկ դու ինչ նվեր ես ուզել ձմեռ պապիկից։ Պուտովատո։ Պուլտովատո։ Հա։ Ինչ։ Էլ ռոպի բար։ Ոյ, դա շինաչի պատրուլ։ Սինացի պատրուլ չէ։ Լավ սինացի պատրուլ, բելակ։ Սինաչի պատրուլ էլ։ Բաբա ասեցի պատրուլ, բելակ սինացի պատրուլ։ Ժամը գիշերվա 5-ն է, ես այստեղ փաթեթավորել եմ Արնոյի նվերները, իր համար ձմեռ պապիկից նամակ եմ թողել, որ առավոտյան մինչ նվերներ բացելը սկոչա ձեռքից մեջ, որ մինչ նվերները բացելը կարդա ձմեռ պապիկի նամակը, դե քանի որ Արնոն կարդալ չգիտի, Էմինը կամ Ադանը իր համար կկարդան, էլի ունեմ դեռ նվերներ փաթեթավորել ու շատ, բայց ուզում եմ մի հատ վերացնել այստեղի թափթփված արկղերը, որովհետև քիչ առաջ Արնոյի նվերները մինչ փաթեթավորելը նախ unboxing եմ արել, ես էլ չէի տեսել, չգիտեի ինչ նվերներ կային այստեղ, ու ավելի շուտ պատվիրելուց գիտեի ինչ էի պատվիրել, բայց հասնելուց հետո չէի տեսել ու շատ ուրախացա, որ ամեն ինչ եկել է շատ որակով, շատ լավ է, երբ Արնոն արդեն բացի իր նվերները, անպայման ձեզ էլ ցույց կտամ ու այստեղ հիմա մի հատ հավաքում եմ արկղերը, բայց մինչ հավաքելը եկեք մի երկու բան ցույց տամ, որ սենց բացը մնացել, մի հատ էս արկղի մեջ։ Այստեղ լցնում եմ այս ավելորդ
ինչը որ պետք է ձեզ ցույց տամ, դրանք բնականաբար Արմենի նվերները չեն։ Այստեղ չա, սա էլ ենք հավաքում։ Տոպրական ես պետք կգա։ Ուզում եմ անպայման հավաքիլ այստեղ, որ անցնեմ նաև ունի Ադանի նվերների փոխանցել մանին։ Տոպրակներն են այստեղ։ Սա թողնենք։ Ենտայա Արնոյի նվերների հետ անգամ մարդկոցներն էին ուղարկել, այն որ սուպեր ուղարկի, շատ գովելի է, որովհետև պատկերացնում եք, այս գիշերվա 1000-ին ես բացում եմ խաղալիքները ու պարզվում է, որ իրենք մարդկոցով են և չկա մարդկոց ու առավոտյան Արնոյի դեմքը։ Մի հատ Ադամիս ժիլետիկն էլ ծալեմ ու ձեզ ցույց տամ։ Սա պատվիրել եմ քույրիկիս փոքր աղջկա համար։ Այսպիսի ձմեռային տաքուկ։ Օ, շատ լավն է, շատ։ Ունի նաև այսպիսի մորթի, հիմա կամրացնեմ և կարող եմ սիրուն տեսնեմ։ Քույրիկիս աղջկա համար, փոքր աղջկա համար նաև ունեմ չխչխկան խաղալիքներ։ Հիմա այս ամբողջը կդնեմ մի տոպրակի մեջ ու էլի կթողեմ տոնածառի տակ։ Մենք այսպիսի մի փոքրիկ սովորություն ունենք։ Նվերները հյուր գնալիս չենք տանում մեզ հետ, այլ թողնում ենք, որ երեխաները գան ու գտնեն տոնածառի տակ։ Այսինքն, երբ քույրիկս օրինակ մեզ հյուր է գալիս ամանորին, նվերները մեր երեխաների չի բերում իր հետ, թողնում է իրենց տանը, որ երբ մենք հյուր գնանք իրենց, երեխաները գնան ու իրենց տոնածառի տակ գտնեն։ Ես էլ մեր տոնածառի տակ թողնում եմ իր երեխաների համար նախատեսված նվերները, որ իրենք գան ու գտնեն մեր տոնածառի տակ։ Դրա համար հիմա իր երեխաների նվերներն էլ կդնեմ սիրուն տոպրակների մեջ կամ կփաթեթավորեմ, տեսնեմ, որը ոնց հարմար կլինի, գրում եմ անունները ու թողնում ենք մեր տոնածառի տակ, ինչ իրենք մեզ հյուր կգան։ Օ, շատ լավն է, կապիշոնով։ Նմանատիպ մի բան նաև պատվիրել եմ սոսեի համար, հիմա բերեմ դա էլ ձեզ ցույց կտամ, այս սենց սիրուն ծալում ենք, որ դնենք այսպես, երկրորդ պատվերս որ արել եմ, սա ինձ համար եմ, ինչ լավն է, շատ դուրս եկել, իհարկե ես իրեն մի քիչ ավելի երկար էի պատկերացնում այս հատվածը, մի փոքր ավելի կարճ լիք է, բայց վատը չի, լավն է, ու նաև մեջը շատ բարակ է, ձմեռային սապոգներ չեն իրենք, ավելի օշնունային ինչ-որ բան է, տեսնեմ ոտքս կմտնի մեջ կողքը ոչ ցեպ կա, ոչ պատկերացնենք, այ այսպես շատ լավն է, բայց մի երկու անգամ սենց որ հագնեմ, թվում է կպատրեմ ես, որովհետև ընդհանրապես հարմար չի մտցնելուց, չգիտեմ, գնամ սոսեի պալզունգան էլ բերեմ ձեզ ցույց տամ։ Սա էլ սոսեի պալզունգան, հասցրել եմ արդեն բացել, մեկ անգամ նույնիսկ հագցրել եմ։ Այ, այսպիսին է։ Իր հետ ունի նաև թաթիկներ, որոնք բնականաբար մեզ պետք չեն գա, որովհետև սոսեի թաթիկները անգամ կեսին չեն հասնում։ Սրանք հաստատ պետք չեն։
Եվ էլի էսպիսի մուրթի մի հատ ակցնեմ։ Մուրթուշիկա։ Սոսեին պարկի նման գցում ենք մեջնում, պակում, բայց ամենափոքր չապն եմ վերցրել, սրանից փոքր ուղղակի չի լինում, մեր սոսեն աշատ պստելիք, սա էլ էսպես, այլի շատ լավն է, էսպես, Այն ամբողջ նվերները փաթեթավորած, որոնք դուք այս պահին դեռ չեք տեսել, բայց բացելուց հետո անպայման ձեզ ցույց կտամ Շնյաչի պատրոլի հավաքածու է, տարբեր իրեր են Շնյաչի պատրոլի թեմատիկայի մեջ, բայց Շնյաչի պատրոլից բացի Արնոն ձմեռ պապիկից խնդրել էր նաև պուլտով ավտո։ Ու բնականաբար ստացել է իր պուլտով մեքենան։ Հիմա դա էլ կփաթեթավորենք։ Ձմեռ պապիկը մեզի, Արնո ձմեռ պապիկը մեզի նվերները բերել։ Ձմեռ պապիկը մեզի նվերները բերել։ Եկեք տեսեք ձեր նվերները։ Արի։ Իմ թորնիկ Արնոյին ձմեռ պապիկից։ Իմ թորնիկ Արնո, քեզ գրում է ձմեռ պապը։ Գիտես, դու մի քիչ չարաճճի ես, բայց շատ մեծ սիրտ ունես։ Ես իմ կախարդական հեռադիտակով տեսել եմ, որ դա քո մայրիկի օգնականն ես։ Արնո, դու քո մայրիկի օգնականն ես։ Երբ ոսկո պոմպերս բերով ա բերում։ Yes։ Օպրես։ Ինչ որ խնդրում եմ մայրիկդ, միշտ կատարում ես, ապրես։ Եվ քանի որ դու իսկապես շատ լավ բալիկ ես, ես քեզ շատ նվերներ եմ ուղարկել։ Հույս ունեմ կհավանես։ Հո։ Ձմեռ պապիկից շատ սորական է։ Ախ, իմ կյանք, օպրես, դու հրաշք ես։ Թուղթը ճղի։ Էլե բացի, տես ինչ է։ Իմ թորնիկներ Էմինին և Ադանին։ Իմ թորնիկներ Էմին և Ադան։ Դուք տարվա ընթացքում եղել է, որ խելոք եք մնացել, եղել է, որ բարկացրել եք ձեր ծնողներին։ Բայց ես գիտեմ, որ դուք շատ լավ բալիկներ եք և ամեն ինչ անում եք, որ ձեր ծնողներ հպարտանան ձեզնով։ Ես որոշել եմ ձեզ մեկ ընդհանուր նվեր բերել, որը կլինի երկուսինը։ Դե մի փոքր էլ Արնոյինն է։ Գիտեմ, որ շատ եք երջանկանալու, բարով վայելեք։ Հեսա, այս սպիտակ շունիկն է։ Տեսնես ինչու է ձմեռ պապը որոշել ձեզ մեկ ընդհանուր նվեր բերել։ Գուցե բացեք միասին։ Unboxի Կարաբանը։ Ես ձմեռ պապի շատ եմ սիրում։ It's PlayStation 4 now. Ինգը։
բաց է տվել։ Իմին իսի ապունը խաղում է, պապանում երեխեք։ Ո՞վ դա մենակը ջուստիկ ու։ Զգույշ, իմ այստեղ դրեկլ է։ Իսի ու գիրան թանքներից մեկն է։ Քրիստոսյան 5 հաղթեքոս։ Կարանքի մոտն ենք խաղալ։ Շկարա։ Մի հատ էլ նվեր ունեք։ Հլնա ինչ լավ նվերա։ Իսի արի ամենա։ Հլնա ինչ։ Ուզես արնոյեցի հիմա իրար հետ հավաքի։ Չէ, մնացածն էլ բացեք նոր։ Առնո, իսկ քո նվերն է։ Էսի։ Ադան։ Որա բեկնա։ Բայց այս մյուսներն էլ բացի նոր։ Իսկ ո՞նց եմ սարքելու։ Էմելը բացեք էդին։ Երկրորդ։ Մենք հիմական գետու օքրանոց խաղերը երկուսով խաղանք։ Անում ես տադի իրան ամենախելոքն է։ Ուրտեսի ձմեր պապի կարնեի քո շոպա նվերներ բերել։ Իտնա, շնորհավոր։ Առնո, ինչ լավն է։ Հələ նայեք սապոկների գույնը։ Լավ, հələ նա ինչ լավն է Առնոյի սվիտերն ու սապոկները։